ինչ խնդիր հնարավոր է լուծել բոտոքսով եւ ինչ խնդիրներ կարող են առաջանալ։ Բոտոքսը դա նեյրոպրոտեինն է, բոտուլինոտոքսինն է, որը քարացնում է մկանի աշխատանք։ Եթե մկանի շարժի պատճառով մենք ունենք իջեցում կամ ունենք գծեր ձևավորված, իդեպ շատ խոր է, չէ, սա ավելի պրոֆիլակտիկ մեթոդ է։ Ցանկանում ենք ավելի հարթել կամ այնպես անել, որ չխորանա, մենք կատարում ենք բոտուլինոթերապիա։ Ինչ բարդություններ կարող են լինել։ Շատ հաճախ հանդիպող բարդությունը կոպի պտոզը, այսինքն երբ որ կոպը իջնում է, մի կոպը պացիենտի, դա կարող է կապված լինի եւ նյութի ագրեսիվության հետ, որը կիրառվում է շատ հաճախ հենց չինական նյութերի հետ կապված է լինում, եւ կարա լինի տեխնիկայի պատճառով, շատ հազվադեպ է, որ պացիենտի անատոմիական առանձնահատկության պատճառով է։ Երկրորդ հաճախ հանդիպող բարդությունը պացիենտին դուր չի գալիս իր արտացոլանքը հայելու մեջ։ Երբեմն շատ լուրջ իջեցումներ, շատ լուրջ կնճիռներ ունեցող պացիենտներին մասնագետը կամ բժիշկը, որը ցանկանում է չմերժի, չկորցնի այդ պացիենտին, ասում է, հա, արի անենք, եւ այդ գործիքը ունի ինքը այս պահին, օրինակ սարքավորումներից է, թույլ իր արսենալը եւ այլն, ու ունենում եք այսպես հոնքերի իջեցում, մռայլ հայացք, հարթ է, կնճիռ չկա, բայց գեղեցիկ չի։ Եվ 6 ամիս պիտի այդպես շրջի միջև կան պրոցեդուրաներ, որոնք հանում են, ոչ 6 ամիս չի, բայց մի 2 ամիս հաստատ է։ Դրա համար, երբ որ դուք տեսնում եք, որ ձեր բժիշկը վերապատրաստման է, պետք է ուրախանալ, որովհետեւ նոր մեթոդները, ինչպես անել, որ մարդը մնա նույնը, բայց չունենա կնճիռներ։ Արդեն ունենք բավական մեծ փորձ հասկանալու համար, որ շատ ավելի հեշտ է պահպանել, քան կառուցել նորը, թուլացած հյուսվածքների վրա, արդեն օրգանիզմը ինչի։ Դեմքի որ հատվածներին չի կարելի անել բոտոքս։ Կարելի է անել բոլոր հատվածներին, բայց ճիշտ ուղղություններով, ճիշտ դոզաներով, ճիշտ շերտում։ Պացիենտը չի կարող հասկանալ իր բժիշկը դա ճիշտ է կատարում, թե չէ պրոցեդուրայի պահին։ Դրա համար հարցրեք ձեր շրջապատում, ով է եղել այդ բժշկի մոտ, ինչ արդյունք է ստացել։ Տեսեք իր աշխատանքները, լսեք բժշկին, երբ որ ասում է, որ օրինակ չի ստացվի X կնճիռը հաղթել, որովհետև չափազանց շատ դոզա պետք է օգտագործենք, ձեզ կվնասի։ Մի քանի տեղից ինֆորմացվեք, արդյոք ապահով ձեռքերում եք եւ ժամանակին սկսեք կատարել պրոցեդուրաներ, որ այնքան բարդացած վիճակում չլինեք, որ մեծ դոզաներ օգտագործվեն, բարդությունների հավանականությունը քանի դեռ ակնհայտ կնճիռներ չկան։ չկան։ Ակնհայտ, այս շատ ճիշտ ասացիք, ակնհայտ, երբ որ չկա, եթե արդեն ակնհայտ է, ձեզ արդեն պետք է լինել ավելի եւ ծախսատար, եւ ժամանակային առումով ծախսատար պրոցեդուրաներ այդ ամենը շտկելու համար։ Եթե ձեզ համար դա կարևոր է, իհարկե կան մարդիկ, որոնց չի խանգարում իրենց կնճիռը, դա նույնպես ողջունելի է։ Եթե ազդում է ձեր տրամադրության կամ կյանքի որակի վրա, կարելի է սկսել զբաղվել մի փոքր շուտ։